Ողջույն, ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն, որ արդեն տեսնում եմ միացած մարդիկ կան, դա մենակ դրական տրամադրություններ աղորդում է պատասխանատվությամբ շարունակականություն աշխատանքի, որով որ զբաղված եմ վերջին տարիներին։ Իհարկե, երբեմն իմ անձնական YouTube-յան եւ Facebook-յան էջերը օգտագործում եմ հենց սուբյեկտիվ նաեւ կարծիքներ հայտնելու համար, դրանք կարող են համընկնել ձեր ցանկությունների հետ, ձեր պատկերացումների հետ, կարող են եւ չհամընկնել, դա նորմալ է։ Շնորհակալ եմ եթերը կիսելու, տարածելու եւ եթե հետաքրքրությունը առաջացնում կոնտենտը, ինչու ոչ նաեւ զանգակին սխմելու եւ իմ էջին բաժանորդագրվելու համար։ Դա ինձ շատ օգնում է մեր աշխատանքներին նույնպես, իսկ մեր աշխատանքները միայն այսպես եթեր անելը չի, այլ շատ կարեւոր գործեր են կանում, որոնց ծանոթանալու համար կարող եք պարզապես մոտենալ Սեբաստիան 37 դրոպին կասցե մեր հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության գրասենյակ։ Հիմա ես ճիշտ ասած երկու տեղով եմ կարելի աշխատում ու երբեմն սպառում է դա ինձ սպառում է էներգիայի տեսանկյունից եւ ոչ երբեք ասելիքի, որովհետեւ այնքան բան է տեղի ունենում Հայաստանում, որ ուզում ես բառ առ բառ բոլորին անդրադառնալ, բայց չեմ տրվի այդ գայթակղությանը եւ օրական ամեն օր բացի շաբաթ կիրակից 40 րոպե free news-ի ազատ շփում խոսելուց հետո երբեմն այդ ասելիքը խեղդում եմ իմ մեջ ու անկեղծ եթե լինենք ալարում եմ Facebook-ով կամ YouTube-ով եթեր անել, հա, առանձին վերցրած։ Մտածելով որ լավ, վաղը free news-ով կասեմ ազատ շփումով, հետո դա էլա կորում մի խոսքով։ Դրա համար կփորձեմ որոշ բաներ այստեղով ասել, որոշ բաներ այնտեղով։ Ժամանակի ընթացքում իհարկե ձեր օգնության շնորհիվ շատ հնարավոր է ավելի հարմարավետ դարձնենք մեր գրասենյակը եւ ինչու ոչ առաջիկայում նաեւ ոդքասթերով էլ հանդես գալ այստեղից։ Ու ելի մի երկու ծրագիր կա, եթե օգնեք, մենք շատ ուրախ կլինենք։ Օգնել կարող եք, եթե կան մարդիկ, ովքեր բացի կիսելը, տարածելը, գրանցվելը ցանկանում են իրենց աջակցությունը իրականացնել ամենատարբեր չափերով, ապա մեր հոբի Facebook-յան էջում մեր հաշվի համարներն էլ կան։ Բայց հիմա դրանից չեմ խոսելու եմ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։ Ուրեմն եւ ինչպես ասում են, նստած ինձ համար ածուսող կուտի, մեկ էլ տեսնում շրախկ։ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Ռուբինյանի այսօր ազգային ժողովում հնչեցրած խոսքին։ Կիսատ բնականաբար ոչ ամբողջովին եւ Ռոբեն Ռուբինյանը միակը չի որ դա ասում է ու արդեն բոլոր տարին է, բայց մեջները թասիբը շարժվել է։ Իսկ սկզբանե խորհուրդ կտամ, որպեսզի Քոչարյանը իր գրասենյակը փակի եւ ստրիպտիզ գիշերային ակումբ բացի։ Կարծում եմ օգտակարության գործողության գործակիցը շատ ավելի բարձր կլինի ՕԳԳ-ն։ Նախ երիտասարդներ են կայֆավատ կլինեն, անգամ ձեր կոստյումավոր որոշ ներկայացուցիչներ կարող են իրենք համարներ մտածել եւ ներկայացնել, հետաքրքիր կլինի դիտելը։ Մեկը ես նույնպես հնարավոր է այցել եմ այդ պարագայում։ Գանքերթով ամեն դեպքում ընդ որում այս պատասխանը լայնորեն փորձում է տարածել պարատիվին։ Հետո ասես լավ պարատիվին ինչ է էլի ուզում, իր համար խելոք նստած էր, ինչ որոշեց անկարծ նորից ակտիվանա, մեկ էլ տեսնում ես ինչի պիտի չակտիվանա, եթե պարատիվի տիրոջ ամուսնուն ոնց որ թե ձերբակալում են, հետախուզում է հայտարարված։ Ամեն ինչի մասին հերթով։ Նախ ինչա պարատիվին, Facebook-յան կայքա, բոլորը տեսած կլինեք, ուրեմն եւ թե նոյեմբերի 9-ից հետո ամբողջովին քոչարյանական կայքա պատկանում է Վահե Հակոբյանի կնոջը, բայց իրանք այդպես անաչառ լրատվություն են տարածում, հանկարծ չմտածեք ես դրանով ուզում եմ նրանց արժեսրկել, որևիցե մեկի մտքով անցնում է, որ կարող է Վահե Հակոբյանի կնոջը պատկանող պարատիվի կայքը անաչառ լրատվություն տարածի, չէ, տեսնում եք։ Դրանից առաջ ընթերցում եմ հետևյալ նյութը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզումը։ Հայկական ժամանակի հարցերի պատասխան այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 296-ի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 31/10-25 թվականին, այսինքն հոկտեմբերի 31-ին, մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մանրամասնել են դատախազությունից։ Հակոբյանը մեղադրվում է մասնավոր ոլորտում, Հակոբյանը մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ փողերի լվացման համար։
Կարծես թե ոչ մի մեծ հաշվով նորություն, ոչ մի զարմանք։ Գիտեք, առաջադեմ երկրներում հիմա կապշահարվ էին պարզապես, որովհետև նրանք սովոր չեն։ Ինչ որ մի ժամանակ, եթե այսպես ամեն ինչ գնա, մենք էլ սովոր չենք լինելու։ Որ ոնց թե միանգամից քարը ոչ ինչ նշանակում մարզպետը չարաշահելով իր դիրքերը բան արել, այդ փողերի լվացումով ազբաղվել։ Մարզպետը Սյունիքի ֆիքսենք սա։ Սյունիքի, որը 1000 տեսակ խնդիր է ունեցել, միշտ ունեցել է ոչ միայն կենցաղային կամ տնտեսական խնդիրներ, այլ նաև անվտանգային խնդիրներ, որովհետև Վայ Հակոբյանի քաղաքական հայրիկ Ռոբերտ Քոչարյանը մեղրիով անգամ միջանցք էր տրամադրում Ադրբեջանին 42 կիլոմետր երկարությամբ եւ 5 կիլոմետր լայնությամբ, իսկ մենք էստակադայով պիտի կապվեինք բանը Իրանի հետ։ Բան թողած Սյունիքի հոգսերը, այս մեծն հայրենասերը զբաղված է եղել իր անձնական գործունեությամբ եւ գերնպատակ է եղել ինքը լինի մարզպետ, որպես իր գործերը ուրցնի, աճացնի։ Եղել է ուրցնել, աճացրել է, դարձել է տենց։ Տնիկն էլ մի հատ ցելի տենց պարատիվի կայքա բանանում, աշխատացնում։ Բնականաբար քոչարյանական թեզերը առաջ տանելով։ Նու հասկանում եք ինչի է քոչարյանական թեզերը առաջ տանում, որովհետեւ նրանց հույսն է, եղելու կա, որ նախկիններից որևիցե մեկի ընտրվելու բարագայում այս ամեն ինչը կջրվի։ Սա այդ ջրոցին եւ այստեղ հատկապես երիտասարդներին, ովքեր այս վերջի 7 տարիներին են ավելի հասունացել, գուցե չհասկանան խոսքը ինչի մասին է։ Պատկերացրեք հետեւյալը, այդ ջրոցին լինելու է ձեր հաշվին։ Մեզ տեսեք, ձեզ խղճացեք, որովհետեւ ինչքան որ իրանք եղել են կառավարություն, այդքան ջրոցի է եղել, ու մեր ապագան դրվել է հարցականի տակ։ Մեր այսօրը երեկվա ապագան այսօրն է, չէ՞։ Այդ գործողությունների արդյունքում 1000 բանատուժ է, սա մեկն է, մի չնչին տոկոսն է այդ ամեն ինչի։ Լավ, ասում եմ, այս պարատիվի ոգևորությունը այս իմաստով հասկանալի է, դե կինն է, ինչ անի բա, հույսը, ամուսնու հույսը հենց այդ կինն է, ինչ աներ բա։ Մեծ ուսումնասիրում եմ ու ինչ եմ հանդիպում։ Նախ մի հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի գրառումն եմ հանդիպում, հայ միջալուց պարատիվին այսպես է գրվում, խնդրեմ, որպեսզի իմանաք։ Հետո նոր արդեն Քոչարյան Ռոբերտի գրասենյակի աշխատակազմի, չգիտեմ ոնց այդտեղ կոչվում։ Մի խոսքով ձրիակերների պատասխանին եմ հանդիպել, բայց գամ ամենասկզբից, էլի ժամանակ ունենք, չէ, զրուցում ենք մեզ համար ամեն ինչ նորասկզբում։ Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյան, ինչ ասում ես մարդը։ Ընդհանրապես աշխարհում տարբեր պետությունների միջև ամբողջական եւ մշտական ռազմական բալանս գոյություն չունի եւ դա պետք է ֆիքսել։ Հասկացաք, չէ՞։ Աշխարհում տարբեր պետություն, երկու հատ լյուբոյ պետություն, ամբողջական ու մշտական ռազմական բալանս միմյանց հանդեպ չկա տես բան, տես հասկացություն չկա ախպեր։ Այստեղ մի քիչ ճիշտ ասում։ Կան, դες մոտավոր ճշմարտություններ կան, եթե անկեղծ լինենք։ ԿՊԱ-ականները ոնց որ միշտ այս պարզ ճշմարտությունը եւս չեն սերտել։ Շատ անգրագետ են ԿՊԱ-ականները, դրա համար էլ չեն սերտել, դժվար են սերտում այդ մարդիկ, ինչ անենք։ Օրինակ 7 տարի ասում ենք, այս համբալները խենազատության մեջ ամեն ինչ ասում են, բացի դրանց փագելուց ախպեր։ 7 տարի ասում ենք ոչինչ, դատարաններին հրահանգեք, թող սաղին հավաքեն, ջանդամ թե աշխարհը մեզ դրանից հետո բանի տեղ չի տնի, իրանք ասում են, չէ, ախպեր չենք անի։ Տեսնում եք, այդպես դժվար են սերտում։ Տեղյակ չեն, որ պատերազմի բալանսը ոչ միայն զուտ ռազմական կարողությունների հավասարակշռությունն է, այլ ավելի լայն հարաբերակցություն է իրենից ներկայացնում, ներառելով զինուժի մակարդակը, տեխնոլոգիական ներուժը, տնտեսական հնարավորությունները, դաշնակցային աջակցությունը եւ տարբեր այլ ռազմավարական գործոններ։ Հասկացաք, ԿՊԱ-ականներ, ինչեր է դա ներառում։ Հիմա ամբողջ ես ուզում եմ կարդամ, հետո տող գնանք, էլի։ Շատ կարևոր է հասկանալ, որ այստեղ միայն գումարներն ինքնին որոշիչ չեն։ Չի կարելի ասել, եթե օրինակ Հայաստանի ռազմական բյուջեն 1 միլիարդ է, իսկ Ադրբեջանինը 5, ուրեմն բալանսը խախտված է։ Ռազմական հավասարակշռությունը չի հաշվարկվում զուտ թվերով։ Երբեմն փոքր պետությունն իր դաշնակիցների ռազմավարական դիրքի կամ պաշտպանական մարտավարության շնորհիվ կարող է ունենալ համարժեք զսպող ազդեցություն։ Հիմա, երբ ամեն անգամ որևէ ԿՊԱ-ական անգիր արած ձևով իր տգիտությունն է ցույց տալիս կամ պարզ մանիպուլյացիա անում, պետք է կրթել, որ պետության ռազմական բալանսը ոչ թե պահում են Facebook-յան լայվերով,
սելֆիներով, պորոտախոսությամբ կամ նկարած թվերով, այլ պետական գիտակցությամբ, պատասխանատվությամբ ու արժանապատիվ արտաքին քաղաքականությամբ։ Հակառակ պարագայում երկիրը անխուսափելիորեն կորցնելու է իր տեղը քարտեզի վրա։ Հասկացա՞ք։ Տարեկան բաները խիչ եք հասկանում ախր։ Շիրազ Խաչատրյան փորձագետ։ Հասկացաք։ Հայաստանի վերջին մարդը չի է, փորձագետ, մի ամբողջ փորձագետ։ Իմիջիալոց ասեմ, որ սա հակադարձում է Ռուբինյանի այն խոսքին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական բալանսը, Քոչարյանի բանի կառավարման օրոք 5 անգամով տարբերություն եղել։ Ասեմ, Քոչարյանը երբ որ ստանում էր բանը, ստանձնում էր սահմանադրական կարգ խախտելով Հոպար Լևոն Պետրոսյանի խավորությամբ, ինքը այդ ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսի տարբերությունը 15 միլիոն էր ընդամենը։ Դա մեծ բան չի։ Իհարկե, տարբերություն է, այդ ժամանակվա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց որոշիչ տարբերություն չի։ Եվ Ռուբինյանն ասում է, որ 5 անգամ իմիջիալոց ռազմական բալանսը շատ է խախտվել, բայց այս մարդը հենց ասում է, որ մենակ այդ բալանսը չի, հետո ինչ որ մենք մի 2-300 միլիոն դոլար էինք ծախսում բանակի վրա։ Դա դրանով չէր հարցը լուծվում։ Հարցը Քոչարյան սիմվոլի մեջ էր, ով կարողանում էր հեսա հերթում ենք ասելու։ Նախ առաջին, չէ, երկրորդ տարբերությունից սկսենք։ Հա, հերթով բառ առ բառ գնանք, տեսնենք որտեղ են մեզ կտում։ Տեղյակ չեն, որ պատերազմի բալանսը ոչ միայն զուտ ռազմական կարողությունների հավասարակշռությունն է, այլ ավելի լայն հարաբերակցությունն է իրենից ներկայացնում, ներառելով զինուժի մակարդակը, տեխնոլոգիական ներուժը, տնտեսական հնարավորությունները, դաշնակցային աջակցությունները եւ տարբեր այլ ռազմավարական գործոններ։ Թվարկեցի, ֆիքսեցինք, չէ՞։ Հիմա գնանք։ Զինուժի մակարդակից սկսենք։ Խոսքը չի վերաբերվում զինվորներին, բնականաբար, չէ՞, որ զինվորները իրենց ծառայությունն ու պարտք են իրականացնում։ Բանակը շատ ավելի լայն հասկացողություն է, այնպես որ ովքեր ծառայել են հայոց բանակում, թող չկարծեն, հանկարծ իրենց թերագրատում ճիշտ հակառակ մեռնեմ ձեր կյանքին։ Մի բան, եթե լավ բան արել է, դա հայ սովորական զինծառայող տեղն է արել։ Ոստեղ ուրիշ բան կա։ Մեր զինուժի մակարդակի մասով մենք քանի որ հետո դարձել ենք Արցախի անվտանգության երաշխավորը, ասեմ, որ բալանսը այնքան է խախտված եղել, սա միջազգային փորձագիտական աղբյուրների համաձայն եմ ասում, որ Ադրբեջանի բանակը արդեն 16 թվականին, մինչև այդ աճելով է եկել էլի, 16 թվականին արդեն աշխարհի 40-ի ցուցակում էր, ըստ բանի 160 երկրների միջակայքով, հա, 40-ի մեջ էր։ Մենք վերջից մի քանի հորիզոնականով էինք առաջ, ասենք 155-րդ տեղերը։ Սա միջազգային փորձագետին, պարոն փորձագետին ասեմ, թող ուշադրություն դարձնի, եթե մանրամասներ իրեն պետք կլինի, ես սիրով կտրամադրեմ այդ մանրամասները։ Կարող եք կապվել ինձ հետ, հարգելի Շիրազ։ Երկրորդ, տեխնոլոգիական ներուժը։ Պատկերացնում եք, Քոչարյան Ռոբերտի ժամանակ մենք տեխնոլոգիական լուրջ ներուժ ենք ունեցել։ Այն զավոդները, որ ծախում էինք, եւ 800-ից ավել գիտական կենտրոնները, որ փակում էինք, դա գիտական ներուժը տեխնոլոգիական զինուժի մակարդակը բարձրացնելու համար են կարել։ Իսկ դուք ինչ եք մտածել ժողովուրդը։ Երբ որ անգամ գիտությունների ակադեմիան էին սկսել ավելորդ համարել, ուզում էին փակել, որովհետեւ Մերգելյանով, բանով սա բարի էին դրել արդեն։ Դա գիտական ներուժի բարձրացման համար էր, ուղղակի դա յուրահատուկ մոտեցում էր ըստ Քոչարյան, ասենք Քոչարյանի ձևով։ Մենք չենք հասկացել, ասեմ ավելին։ Դեռևս 2000-ական թվականներին ժողովուրդը, քանի որ ԱԹՍ-ները նոր բան չեն, բաները, հա, անօտաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ները նոր բան չեն, պարզապես մեր նման երկրների, մեր ու Ադրբեջանի նման երկրների համար 15-16 թվականից հասանելի դարձան, բայց աշխարհում դրանք կային, գոյություն ունեին արդեն 2000-ական թվականներին, 2002-3, եթե չեմ սխալվում, Քոչարյան Ռոբերտին ներկայացվել է ԱԹՍ-ի մոդել ու ասվել ցույց տրվել ձեռնարկությունը, թե որտեղ կարելի է դա արտադրել։ Այսինքն որ կարելի է դա արտադրել, եւ որտեղ կարելի է արտադրել։ Ինչ եք կարծում, ինչա պատահել։ Դες երկու բառով ասեմ, այդ ձեռնարկությունը նույնպես քանդվել է։ Չկա։ Սա մեր տեխնոլոգիական առաջընթացի մասին, որից տենց էլ տեղյակ չեղանք։ Ինքներս տեղը չփախավ,
շարունակենք։ Մյուսը որն է, տնտեսական հնարավորությունները։ Քոչարյանի ժամանակ միակ բանը, որ կառուցվել է, դա եղել է Հյուսիսային պողոտան։ Դա բիզնես ծրագիր էր։ Իմիջայլոց այդտեղ մի քիչ ուզում եմ, քանի որ երբ Քոչարյանականներին ասում են, ոտեսեք Հյուսիսային պողոտա է կառուցել, որտեղ այսօր էլ երիտասարդները, տուրիստները շրջում են եւ իրենց հաճելի է, հաճելի է, բայց դա բիզնես ծրագիր է։ Իմիջայլոց բանի ժամանակ Հյուսիսային պողոտայի ընդ որում վատ ծրագիր է, որովհետեւ կոշով մարդկանց գլխներին է իջնում, էլի, տները ձեռից խլելով, խոսքով, դե Ղարաբաղի ալբանացին եկել էր Երևան, ու խլում էր մարդկանցից իրանց պատմամշակութային շենքեր էր բարի տալիս, իբր համարակալում էին քարերը, որպեսզի դե կտանենք ուրիշտեղ նոր 5 քաղաք կկառուցենք, ցած դեգեներատ ապուշ արտահայտություններ էինք լսում ցնդաբանական ժանրից։ Բայց ասեմ, այդ Հյուսիսային պողոտայի բացման ժամանակ մեկը ես եվրոպական երկրներից մեկում էի, ինձ հարազատ մարդկանցից մեկը այդ բացումը նայում էր, ասես ոգևորված ինչքան գեղեցիկ է։ Ու ինձ ասես, տես, գնալ, ասում ես էլի, բայց շատ սիրուն բան են անում, օրինակ տես հեսա բացումն է, բան, ասացի դե հա, բայց այնտեղ մարդիկ մինչև հիմի մի այդ դատարաններում են, որտեղ դատարկյուն են մնացել, Իրաստանից լարել են, տպելով, ծեծելով, արունլովիկ անելով, լարել են։ Որոշներին հիշեցնեմ, որ այդ ժամանակ դոգ Կոչեցյանը նույնպես ոստիկանական ուժերում էր ու ինքը նույնպես սատարում էր այս պրոյեկտի կայացմանը եւ արդարացնելով Քոչարյանի խուլիգանական դրսևորումները Մայրապետյանի հետ հանդերձ։ Բանը ասացի դե հա, բայց դա բիզնես ծրագիր է։ Զարմացա։ Ոնց բիզնես ծրագիր է, ասում դե հա, բիզնես ծրագիր է։ Մարդիկ այդտեղ գիտես հիմա տունը ինչ արժի, բան։ Ոսոպա նախագահի գնացել բացմանը։ Դասում Որտեղ իր բիզնես ծրագիր նախ է գնացել բացմանը։ Ոնց Եվրոպայում ծնված մեծացած մարդ։ Ցնդել, ասում այսինքն այս տներից ուզում ես ասես ոչ մեկ օրինակ երիտասարդ ընտանիքների, բան, ինչ որ սոցիալական բաներով չի շահագործվելու այդ իմաստով։ Ես զգացի ինչքան դժվար է լինելու այս մարդուն բացատրել, թե իրականում ինչոց է, հասկանում եք։ Այնպես որ այո, բիզնես ծրագրերը հենց այդպեսին են լինում, լավն են լինում, սիրուն են լինում, բայց ինչի հաշվին, ոնց, խի, ովքեր ասում են, որ սիրուն է, լավն է, եկեք ասեմ ձեզ, ժողովուրդ, որպեսզի իրար ճիշտ հասկանանք։ Պատկերացրեք, գամ ձեր տունը քանդեմ, տեղը մի հատ սիրուն, շատ սիրուն, ասենք օրինակ շատրվան կառուցեմ։ Կարաք ասեք, թե ինչ լավ գործ արեց, ինչ լավ է իմ տունը քանդեց ու այս շատրվանը կառուցեց, այլապես, կարանք չէ։ Չի կարելի հասկանում եք։ Տնտեսական հնարավորություն Քոչարյանի վարձվա տնտեսական հնարավորությունը ո՞րն է եղել։ Եթե տնտեսական հնարավորություն կան, դուք ուզում եք ասեք, մոտ 1 միլիոն հայերը ապուշ էին, անճար էին, որ հելան գնացին Հայաստանից։ Գյոզզալական տնտեսական հնարավորությունները թողած չկարողացան ոչինչ անել, բայց գնացին արտերկրներում ահռելի բաների հասան, շատ-շատերը։ Բայց ո՞նց եղավ։ Մյուսը ինչն էր, դաշնակցային աջակցությունը եւ տարբեր այլ ռազմավարական գործոններ։ Դաշնակցային աջակցություն ասելով Շիրազը երևի նկատի ունի Ռուսաստանին, որովհետև երկրորդ մեկը չկա։ Չկա։ Քոչարյանի ժամանակ երկրորդ մեկը չկա։ Եթե կա ցույց տվեք։ Ռուսաստանի դրա մասին է խոսքը։ Ուղիղ, չի ուզեցել գրել Ռուսաստանի, գրել է դաշնակցային հարաբերություն, չի գրել ռուսաստանյան հարաբերություն, հայ-ռուսական հարաբերություն։ Ուրեմն Ռուսաստանի դաշնությունը այդ ժամանակներից դեռևս ու միշտ այն եզակի երկիրն է, որ երբեք չի դիտարկել Արցախը Հայաստանի կազմում կամ անկախ։ Երբեք, որովհետև հեռավոր 20-ական թվականներին դեռևս Ռուսաստանն է նվիրել Արցախը Ադրբեջանին։ Եվ այդ ժամանակներից, երբ որ հետագայում արդեն 90-ականներին Ադրբեջանը անկախանում էր, նրա սահմանադրության հիմքում դրված է եղել, որ ինքը առաջին ադրբեջանական հանրապետության իրավահաջորդն է։ Այսինքն Արցախը ներառյալ այն Ռուսաստանի ներողություն, խախապ մի պահ դարձել։ Ես չեմ խոսում նոր գործած մեղքերի մասին, ասենք թե չգիտեր Քոչարյանը, դե 98-ից 2008 թիվ։ Այն Ռուսաստանի, որը դրանից առաջ կալցո օպերացիա էր արել։ Իմիջիայլոց Ռուսաստանի դաշնությունն էր սովետական Ռուսաստանի իրավահաջորդն է։ Եվ կա մարդ, ով ուզում է ասի, որ կալցո օպերացիան Արցախի թեմայից առանձին էր։ Կա դες մարդ, չէ։ Դեռ չեմ ասում ես վերջին բաները հայտարարությունները, բան դե մի նոր են այս մյուս հայտարարությունները։ Չնայած պարզվում է Ռուսաստանը երբեք Հայաստանի սահմանների տեղը չի իմացել։ Չէ։
Լավ, շատ ստեղ չկենտրոնանանք, որովհետև շատ քաղաքական գործիչներ այս թեմայով մանրամասներ ներկայացրել են, ու շատերը հասկանում եք այս ամեն ինչի անլրջությունը, բայց խոսքը բանի մասին է, մասնագետի մասին է, կենտրոնի փորձագետ, հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետի մասին է։ Շարունակենք։ Շատ կարևոր է հասկանալ, որ այստեղ միայն գումարներն ինքնին որոշիչ չեն։ Այո, ինչ փող, այդ ամենը փող։ Իսկ ինչ որ մեկը ասել է, որ Ադրբեջանի ղեկավարը միլիարդներով փողեր էր ցփնում աշխարհով մեկ, որպեսզի ինքը դաշնակիցներն ներգրավել այս թեմայով գործի մեջ, ով է այդպես բան ասել։ Այդպես բան չի եղել։ Չի եղել։ Փողի ինչ կապ ունի այն մարդը։ Բացարձակ ոչ մի կապ։ Չի կարելի ասել, եթե օրինակ Հայաստանի ռազմական բյուջեն 1 միլիարդ է, իսկ Ադրբեջանին է 5, ուրեմն բալանսը խախտված է։ Հասկացաք, չի կարելի ասել։ Այդպեսի բաներ չխոսեք։ Մենք եղել ենք ուղիղ պատերազմի հրադադարի վիճակում արդեն, տարածաշրջանի քավորը բոլորս իմացել ենք, որ Ռուսաստանն է, բայց բալանսը մեկինը որ 1 միլիարդ է եղել, մեկինը 5 միլիարդ, դա չի նշանակում, որ խախտված է։ Ես բան չմտածեք, սա փորձագետի արտահայտություն է, հորը սարև, երդվում է։ Ռազմական հավասարակշռությունը չի հաշվարկում զուտ թվերով։ Երբեմն փոքր պետություն իր դաշնակիցների ռազմավարական դիրքի կամ պաշտպանական մարտավարության շնորհիվ կարող է ունենալ համարժեք զսպող ազդեցություն։ Այստեղ որոշակիորեն կարող եմ առանց սարկազմի համաձայն լինել, կարա լինի։ Բայց լավ է շեշտված բաների դաշնակիցների ոչ թե մի հատ տիրոջ դաշնակիցների։ Իմիջիալոց հիշեցնեմ, այսօր Պարսիլյանը լավ հիշեցրեց 2003 թվականի ընտրությունների արդյունքները աշխարհի ոչ մի փորձագիտական կենտրոն, ոչ մի պատվիրակություն ու ներկայացուցչություն չի ընդունել։ Այսինքն 2003 թվականից Ռոբերտ Քոչարյանը նույնպես լեգիտիմ ղեկավար չի ընկալվել աշխարհի կողմից։ Միակ երկիրը, ում համար հարմար էր, դա եղել է Ռուսաստանը։ Դե ինքը իր հարցերն ա ունեցել, ինչու համար չպիտի հարմար չլիներ։ Էսա։ Փորձագետ մարդ է խոսողը, հույս նման անուսում մարդ չի, ուշադիր լսեք։ Հիմա երբ ամեն անգամ որևէ ԿՊ-ական, հա, իմիջիալոց, մինչև այդ մի բան էլ ասեմ էլի։ Սա շատ կարևոր է։ Բոլորս խոսում ենք ռազմական բալանսի խախտվելուց, բոլորս խոսում ենք բանակի լափելուց, մյուսից, բայց մի հատ կարևոր հարց կա, է։ Իսկ ինչի է բոլորի ուշադրությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի Արցախի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի շրջանակներում սեվերված եղել մեր բանակի վրա։ Միայն մեր բանակի վրա։ Ինչու։ Ասեմ հարցս ուր եմ տանում, հա, միտքը ուր եմ տանում։ Տեսեք, ցանկացած իրավիճակում բանակը ամենավերջին գործոնն է, ոչ թե առաջինը։ Ոչ թե դու բանակով պիտի հարցը լուծես, այլ դիվանագիտությամբ, տնտեսությամբ եւ այլն։ Երբ որ այս ամեն ինչը ձախողում ես, նոր ամենավերջում քո հույսը բանակն է լինում։ Բայց բանակը առաջնային ուշադրության կարիք ունի, որովհետեւ դա քո վերջին հույսն է։ Այս 20 տարիներին շարունակաբար մեր բոլորիս առաջին հույսը եղել է բանակը։ Ոչինչ որ մենք մի քիչ sense ենք անում, մեր զինվորի կենացը վերցեք նա խմենք, որ բան լինի իրանք այդ հարցը կլուծեն։ Ոչինչ որ մենք գնում ենք այստեղ ենք խոսում, այնտեղ ենք խոսում, ոչինչ ախպեջան։ Եթե բան լինի, մի հատ բաժակը վերցրեք, մեր բանակը այդ հարցը կլուծի։ Ամեն ինչ թողնված եղել բանակի վրա։ Եվ այդ վերջին հույսն էլ լափված է եղել։ Այստեղ է խնդիրը։ Այստեղ է ձեր պարոդը։ Դուք ինչ պարոդի կենթանի եք եղել։ Սա է։ Սա ձեր պատկերն է։ Եվ ես էլի հայտարարում եմ, հերթական անգամ եմ հայտարարում, սա որերորդն է, ինչ որ մի օր դնելու եմ սաղ ամփոփեմ։ Եթե կա հայ ժողովրդի մեջ մի տղա, ով ծառայել է սրանց օրոք ու գոհ է եղել բանակից, ընդհանուր առմամբ, խնդրում եմ գրեք, ասեք դրա մասին, որովհետև որերորդ անգամ ես այս հայտարարություն անում եմ, ոչ մեկ չի արձագանքել դեռ։ Մեկը չի ասել, ես ծառայել եմ այսինչ վայրում, ու ես գոհ եմ իմ ծառայությունից, որովհետև ինչ որ տեսել եմ եղել է այս մակարդակի վրա։ Всё։ Մեկը դեռ չի ասել, դուք ելել եք ու մեկ ինչ խափում։ Գիժեք դուք, ինքնասպան եք դուք, ես չեմ հասկանում։ Իմիջիալոց գիտեք, չէ՞, Կիմ Չեն Ընը իր երկրում արգելել է ինքնասպանությունը, շատ ուժեղ է։ Շարունակենք, կարճ մնաց, ես անցնում եմ գրասենյակի հայտարարությանը, այս էլ է փորձագետն է, բա դուք գրասենյակին ա լսեք։ Բայց հենց փորձագետն է վերջը։ Հիմա երբ ամեն անգամ որևէ ԿՊ-ական անգիր արած ձևով իր գիտությունն է ցույց տալիս կամ པարզ մանիպուլյացիա անում, պետք է կրթել, որ պետության ռազմական բալանսը ոչ թե պահում են Facebook-յան լայվերով, սելֆիներով, պրոտոկոլությամբ կամ նկարած տվերով, այլ պետական գիտակցությամբ, այստեղ մի հատ ստոպ։ Ինչ պետական գիտակցություն ապեր։
Շիրազ ջան, ախր ես քո մասին լուրջ կարծիք ունի։ Ինչ պետական գիտակցություն։ Քոչարյանի պետական գիտակցությունը։ Ես չեմ խոսելու այն փորձանքներից, որը բերել այն կմեր գլխին, ու չեմ խոսելու, որ պետական գիտակցությունն է երևի դրթել նրան Արցախի առաջնագծից հանել տանկեր ու բերել Երևանի կենտրոն։ Սրա մասին չեմ խոսում։ Չէ, բացարձակ։ Ես խոսում եմ նրա մասին, որ Քոչարյան Ռոբերտը Հայաստանի Հանրապետության անկախության մասին ունի լուրջ կասկածներ։ Ես ուղիղ եմ մեջ բերում։ Երբ որ նրան հարցնում են ինչպես է վերաբերվում հայկական Հայաստանի Հանրապետության անկախությանը, նա բառացիորեն արել, ասեց, որ պատրաստ չի այդ հարցին պատասխանի։ Եվ գիտես ինչ, եթե խոսում ենք պետական բառն ենք օգտագործում, եւ դա անում ենք Քոչարյանի խոսույթը նկատի ունենալու, սրանք շատ տարբեր բաներ են։ Դու քո խոսույթը կարող վերաբերվի չէ պետականությանը, բայց պետականությունը չի կարող, որովհետեւ քո ասած սելֆիներով ու Facebook-յան հրապարակումներով ներկայացող քագործիչները ԿՊ-ական, ի տարբերություն քեզ ու Քոչարյան Ռոբերտի անկախականներ են։ Անկախականներ են։ Իսկ կներես, մի ուրիշ բան էլ ասեմ, պարոն հետամնաց։ Ես չգիտեմ, դուք Facebook-յան գրառումներին խիք անում դեն։ Օրինակ, հին դարերում մարդիկ եթե մեկը հերավորության վրա մյուսին ուզեցել է բան ասի, իր տոհմից մեկին ուղարկել է, որպեսզի բանավոր այդ բանը ասի, պատասխանը ստանա գա։ Եթե ուզեցել են իրար նշան տան, ծուխ են վառել, ծուխը կամ կրակը կամ անգամ ձեռքի շարժումներով ինչ որ բան են խոսել։ Հետո բանը աղունիկներ են թռցրել, հետո սուրհանդակներ են եղել։ Դրանից հետո կյանքը էլի է զարգացել, առաջացել է հեռախոսը, հեռուստացույցը, թերթերը։ Այսօրվա դրությամբ տեխնոլոգիական առաջընթացը հասել է սրա։ Եվ եթե մարդը սրա միջոցով է արտահայտում իր ասելիքը, դա չմբռնողը առնվազն հետ է մնացա։ Դա չընկալող։ Իսկ դու ինչ, կուզեիր, որ բանը ներկայիս իշխանությունները քեզ հետ շփվեն օրինակ սուրհանդակի միջոցով կամ թերթերի։ Չէ, լավ բան էր թերթը, բայց դա իր էպոխան ավարտել է։ Հիմա այսպես է։ Ինչի՞ է դու խնդիր ունես, ապեր։ Որ հրապարակային այդ հարցերը ու բոլորն են տեսնում, նեղվում եք։ Եթե այո, հանգիստ կարող եք դա ասել, կապվեք հետները, ասեք ախպեր ջան, այդպիսի հարցերը տենց հրապարակային մի ասեք, էլի։ Եկեք ուրիշ ձև հասկանանք։ Գիժեք դուք։ Դուք որ թվերից եք, ապեր։ Պետական գիտակցությունը հասկացանք, չէ՞, Փաստորեն Քոչարյան Ռոբերտը ըստ Շիրազի մի այլ տիպի պետական գիտակցություն է ունեցել։ Այս երկու բան անհամատեղելի բան։ Ու շարունակենք, ու արժանապատիվ արտաքին քաղաքականությամբ։ Ես չկրկնվելու համար ասեմ, որ Քոչարյան Ռոբերտը արտաքին քաղաքականություն չի եղել։ Արտաքին քաղաքականությունը սահմանափակվել է Ռուսաստանի հետ ոչ թե քաղաքականությամբ, այլ քիմիայով։ Դա Քոչարյան Ռոբերտին եմ մեջ բերում, ինձնից ոչինչ չեմ օրինում։ Հակառակ պարագայում երկիրը անխուսափելիորեն կորցնելու իր տեղը քարտեզի վրա։ Դե էս էլ արդեն բանն է, շղարշ հայրենասիրական պաթոսային էլի։ Շիրազ ջան, ասելիքս երևի հասկացար, խնդրենք մյուս անգամները մի փոքր ավելի համառոտ լինեք մեր հետևորդների համբերությունը չճանաչեք, որովհետև սա ես ընդհանրական վերլուծության արից։ Իսկ եթե տառ առ տառ խորանանք, ավելի խորը գնանք այս գոտողությունների մեջ, առանցրակ խայտարակ կլինես։ Բայց իմ խնդիրը չի Շիրազ Խաչատրյան ջան, քեզ խայտարակ անելը։ Իմ խնդիրը քեզ մատնացույց անել, որ դու մի քիչ շատ ես ամբողջովին սխալվել։ Լավ, սա կգնաք կպատմեք ձեր ուլիկներին։ Ասացի լավ, էսի հետաքրքիր բան էր, դնեմ մի կողմ, հնարավոր է անդրադառնամ, իսկապես հնարավոր էր եւ չանդրադառնայի, եթե աչքս չընկներ նույն պարատիվիով արդեն բանն արձագանքում։ Բագրատ Միկոյանը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար։ Ու ինչ ասում։ Ստում են։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին։ Ուրեմն Ռուբեն Ռուբինյանն այսօր մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին, որ նրա կառավարման օրոք Հայաստան-ադրբեջանական ռազմական բյուջերի բալանսի հարաբերակցությունը եղել է 1:5-ի։ Նրա խոսքով պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի եւ Սարգսյանի ընտանեկան բյուջեները։ Իհարկե նրանք ստում են։ Տվյալները կարելի է տեսնել նաեւ բաց աղբյուրներում, օրինակ Միլիթրի բալանս պարբերականում։ Ապեր Երբ որ ուզում ես համոզես մարդկանց, որ ստող կա, ոչ թե ում որ ասում ես ստում են, էնի պիտի հիմնավորի, այլ դու պիտի հիմնավորես, հասկանում ես, վերցնում ես, դու ինքդ հրապարակում ես, ինչի չես հրապարակում, հույսդ ինչի վրա ես դրել, որ մարդիկ չեն մտնի, չեն որոնի, չեն գտնի, չեն իմանա որում ապատկանում, ինչա միլիտրի բալանսը որնա, այնուսը որնա, դրա վրա է ծեր հույսը,
Իսկ կարող ես հիմնավորել, այո, հենց այդ դու հրապարակի։ Ասա տեսեք, Հայաստանի ռազմական բյուջեն այսքան ա եղել, Ադրբեջանը այսքան ու այստեղ առհասարակ տարբերություն չկա։ Մտի հիմնավորի, ցույց տուր։ Իսկ դու ով ես, որ քո խոսքին պիտի հավատա ինչ որ մեկը։ Իմիջիայլոց այդտեղ մի շատ հետաքրքիր բան կա։ Փաստորեն նրանք լսում են։ Պարզապես միշտ չի, որ պատասխանում են։ Օրինակ Քոչարյանի գրասենյակին այս հանգամանքը հեչ չէր բան արել, էլի, հուզել, այ օրինակ սա։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Ալիևի հետ հանդիպման ընթացքում ասլականներ եք, ես պիտի զուգարան գնամ եւ փախելա։ Բայց ես աննորմալ չեմ դա բերեմ մեր ներքաղաքական դաշտում որպես փաստարկ օգտագործել, որտեղ ես չգիտեմ ինքը ճիշտ ասում թե սուտ ասում, որտեղ այլ երկրի ներկայացուցիչ է, որը այսքան տարի ճշնամության մեջ է մեր այդտեղ։ Ես ինչ բռնեմ իրանց ասածները բերեմ այդտեղ որպես փաստարկ ներկայացնեմ։ Եվ բան նույնիսկ եթե ճիշտ է կապ չունի, ես ոնց կարող եմ ինչ Ադրբեջանի որևէ պաշտոնյայի ասած օգտագործեմ իմ համակարգացու է։ Նույնիսկ եթե այդ համակարգացին ոչ բարով Ռոբերտ Քոչարյանն կամ Սերժ Սարգսյանն։ Այ քեզ բան։ Հաջորդը բան թոքերի եւ կարոտի պավադոկների մասին։ Պարոն Բամիջյանը, որը նոր դուրս է կապիտալիչից, ենթադրաբար արդեն իր կաբինետ է հասնում, զուտ աշխարհագրորեն որ ես մտածում, իր կաբինետ պետք է հասնելուց լինի, հուսով եմ արդեն ռադիոն կմիացնի եւ կլսի։ Ասում է, բա ոնց է ստեյպաստորագրել։ Իսկ ի՞նչ է ստեյպաստորագրել։ Կարող է որովհետեւ չկարողացաք ասոցիացիան համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որովհետեւ Սերժ Սարգսյանին մի օր, ասենք 2013 թվականի սեպտեմբերին, կանչեցին, ասին, չէ, դու դա չես ստորագրելու, ինքն էլ ասաց, լավ։ Թարգմանաբար եմ լավ ասում եմ, այլ լեզվով ասել։ Կարող է դա պատճառը։ Այսօր ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես ելույթ ունենալուց առաջ մի փոքր մտածել, շնորհակալություն։ Կեցել եք շնորհակալ Ռուբինյան ջան։ Դե կարանք վերջից գանք սեպայի հետ կապված։ Այո, մեզ բոլորիս մի երկար տասնամյակներ խափում էին, թե մենք գնում ենք դեպի արևմուտք, հետո մի գիշերում մի հատ են զանգ արեցին, հələ գրող կուտեր Սերժ Սարգսյանը, դուք կունենար ասեր, ոչ մենք բան ենք անում, չենք լսում ձեզ ու միևնույն է մեր ժողովրդի կամքին չենք հակառակվելու, այդքան եղել նրանց համարձակությունները։ Ու մի գիշերվա մեջ առանց մեզ հարցնելու մի ամբողջ պետական ռազմավարություն են բանանում, հետո ստեղ մի ուրիշ հարց կար, այն սկզբի մասը մի հատ էլի լսենք շարունակենք։ Ռոբերտ Քոչարյանը Ալիևի հետ հանդիպման ընթացքում ասլականներ եք, ես պիտի զուգարան գնամ եւ փախելա։ Բայց ես աննորմալ չեմ դա բերեմ մեր ներքաղաքական դաշտում որպես փաստարկ օգտագործել, որտեղ ես չգիտեմ ինքը ճիշտ ասում թե սուտ ասում, որտեղ այլ երկրի ներկայացուցիչ է, որը այսքան տարի ճշնամության մեջ է մեր այդտեղ։ Ես ինչ բռնեմ իրանց ասածները բերեմ այդտեղ որպես փաստարկ ներկայացնեմ։ Եվ բան նույնիսկ եթե ճիշտ է կապ չունի, ես ոնց կարող եմ ինչ Ադրբեջանի որևէ պաշտոնյայի ասած օգտագործեմ իմ համակարգացու է։ Նույնիսկ եթե այդ համակարգացին ոչ բարով Ռոբերտ Քոչարյանն կամ Սերժ Սարգսյանն։ Հասկացաք ինչի մասին է խոսքը։ 5 տարի է ամեն օրով Պարա TV, մյուս կակադուներ, դուրս է գալի Ալիևը ասաց սա, ուրեմն դա ճիշտ է։ Իսկ Ալիևը սա է ասում, ոչ ինչ որ Նիկոլայան ասում, Ալիևն է ասում, սա է ճիշտ է։ Այ Ալիևը սա է ասում, այ Ալիևը, Հաջիևը, Փաշազադը, մյուսը։ Այ նայեք ինչեր են ասում, այս սրան պետք է հավատալ ժողովուրդ։ Ու բերում էիք նրանց օրակարգը, նրանց մեղադրանքները փաթաթում մեր վզին։ Քանի անգամ ես եթեր եմ արել, ասել եմ լսեք, օրինակել եմ բերել։ Ասել եմ ես, որ ատելով ատում եմ Քոչարյանին, իմ ընկերոջը, իմ տան ընկերոջը, երրորդ ազգի ներկայացուցիչի ներկայությամբ, այսպես կոկորտից դեմ տվեցի պատին, նրա համար, որ ինքը նրա ներկայությամբ Քոչարյանին բաներ ասում իր նախագահ եղած ժամանակ։ Հասկանում եք, որովհետև դա մեր սպիտակ եղեններ, պիտի դուրս չգար։ Ու ես իմ ընկերոջը դա բացատրեցի, այսինքն բայց դուք դա չեք արել, դուք ճիշտ հակառակն եք արել, դուք աշխարհում փորձել եք Հայաստանը խայտարակել ու վարկաբեկել, այստեղ ներմուծել նրանց ասածները։ Հիմա եթե այդքան տես ձեր համար ճշմարտություններ են, չէ՞ նրանց ասածները, միշտ դնում եք մեր իշխանությունների ասածները կասկածի տակ, ասում եք իսկ նրանք նենց են ասում, մեկ ժողովուրդ։ Հիմա եթե դա այդպես է, ինչի համար չեք հրապարակում այս թեման, հենց դու Պարա TV, հենց դու, որովհետև ես նոր կարդացի ձեր մյուս հրապարակումները։ Ինչի՞ չէ, բարձվում է Քոչարյանը վախեցել է նստի Ալիևի դեմը ու շատ լուրջ մի հատ հարցի ժամանակ ասել է ես մատ զուգարան գնամ գամ, իհարկե դարձյալ մի զելու խնդիր ունեցել, փաստորեն այդ խնդիրը վաղուց ունի։ Գնացել ու էլ հետ չի եկել։ Փախելա բանացության սեղանից։ Փախելա դրանով փախնողի, վախկոտի ասոցիացիում մտցնելով հայ ժողովրդի հանդեպ։ Հասկանում եք դուք ինչի մասին է խոսքը։ Եվ անգամ դա չի շահագործվել մեր իրականության մեջ, որովհետև այո, անգամ եթե խոսքը դրա մասին է, այդ ոչխարի մասին է, այդ հանցագործի մասին է, միևնույնն է Ադրբեջանի թեզերով առաջնորդվելով այդ ոչխարին դամակը խուզելը լավ բան չի,
Բայց դուք դա չեք գիտակցում, որովհետև դուք ինքներդ, դուք գիտեք ինչ եք գիտակցում, որովհետև դուք ինքներդ հանդիսանում եք Ալիևյան ռեժիմի ներկայացուցիչներ, դուք ինքներդ հանդիսանում եք հայ ժողովրդի ճշնամի։ Դրա համար ձեր հալալի խոսույթը մեջ բերում եք ու դրա վրա հիմնվելով այստեղ փորձում ներքաղաքական դիվիդենդներ շահել ու ինչ որ բաներ ստեղծել, տրամադրություններ ստեղծել։ Այս սա է մեր ու ձեր տարբերությունը։ Այ հենց այստեղ է սևն ու սպիտակը։ Ինչ որ խնդիր ունեք սև ու սպիտակի հետ։ Եվ այո, հենց այստեղ է, որ այդ սևն ու սպիտակը չեն միավորվելու ու չեն դառնալու տխրահրճակ սերի գույն, մոխրագույն։ Ինչ որ խնդիր ունեք դուք, հակապետական այրեր, դուք երբեք հայ ժողովրդինը չեք լինելու, այն ովքեր որ խոսում են միասնականություններ չգիտեմ ինչ են, ում հետ, օտարների ներկայացուցիչների, մարդկանց ովքեր գնացել դանոս են տալիս Հայաստանի վրա, մարդկանց ովքեր Հայաստանը քանդել են, նպատակային ընդ որում, նպատակային եւ եղել է ռազմավարություն։ Ինչի մասին է։ Այո, հայ ժողովուրդը կարա իր մեջ 1000 բազար ունենա, բայց միասնական կլինի։ Բայց սրանց նման իսանները հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն, ո՞նց կարան իրանք լինեն միասնականության մի մասնիկը կրողը։ Պետականության դեմ փաստացի գործածները։ Այստեղ մենակ Քոչարյանն ու Սերժը չէ։ Իհարկե, նրանք առաջնորդներն են իրենց թիմակիցների, բայց ինչ օրինակ, նույն են ոդքասթի անբարոյականի վաստակները, երբ որ Սերժին չէին հակադարձում նրա դպրոցաշինության հետ կապված ախմախություններին, արդյոք չեն կիսում Սերժի ասածը։ Ընդ որում ոչ միայն չեն հակադարձում, այլև հետո անընդհատ փորձում են արդարացնել այդ ասելիքը իրենց անձնական Facebook-յան էջերում։ Եվ անզորությունից սրան նրան հայհոյել։ Դրանք այս ճիճուներով հանդերձ ինչ կապ ունեն միասնականության հետ, որ միասնականության։ Ես բավականին օբյեկտիվորեն շատերին եմ քննադատել, նաև գործող իշխանությունների ժամանակվա դատաիրավական համակարգին, ԴՀԿ-ից սկսած, ով մինչև հիմի լավ չի գործում, օպերատիվ չի գործում։ Բայց ինչ, դուք ինչ կարծում եք բան, քննադատել է, եթե հայոյան քոչի, ուրեմն քննադատել չի, այդ ձեզ թվում է։ Հայոյանքը խոսում է, քննադատում է թույլը։ Իսկ օրինակ, մեկը ես երբ որ ձեզ բան եմ, հայոյում եմ, ես չեմ քննադատում ձեզ, ես պարզապես հայոյում եմ։ Ես ձեզ չեմ էլ ընկալել երբեք քաղաքական գործիչներ դրա մասին բազմիցս եմ ասել։ Դա հանցագործների կուտոկ է։ 5-րդ շարաշրջան, որ կառավարվում է շատ ուրիշ տեղից հայ ժողովրդի եւ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ։ Հիմա թող գնա պարատիվին լուսաբանի Հայաստան դաշինքի ելուզակներին։ Իմիջայլոց, եթե դες հետաքրքիր է, մի կարող ենք շարունակել, եթերը չփակեմ, եթե ցանկություն ունեք։ Հետո ես Ցորենի պատմությունը փորձել, ասես ինչ պատմություն այ մարդ Ցորենի հետ կապված։ Մեկը 4-րդ կարգ էր, մեկը անասնակեր էր, մեկը չգիտեմ, ինչ ասես գրել էր, ասում ես ինչ են խոսում ես մարդիկ։ Դու մի ասա, այստեղ շատ ուրիշ բաներ կա, որը երևի այդ ուրիշ բաները հետագայում ավելի կպարզվի, բայց ու այնտեղ հասկանալի էր արդեն ռուսական Ցորենը ինչ որ ուրիշ կարգ էր եղել, աղազախակարը չգիտենք ինչ կարգ է, ասած ինչ որ բաներ կա, բայց տեսեք, ուրեմն ասա։ Ինձ հետաքրքիր չի ինչ կարգի է, եւ ինձ անգամ հետաքրքիր չէր, որ Ցորեն էր։ Ինձ հետաքրքիր էր ճանապարհի գործարկումը։ Ուզում եմ զուգանի թուղթ լիներ, մեկ է։ Որովհետեւ խնդիրը ուրիշ բանի մասին է։ Չէ, Ցորեն 4-րդ կարգի։ Հա 4-րդ կարգի Ցորեն հա ինչ անենք։ Դա մենք չենք ներկրել, դա բարձրվում է շատ ենք ներկրել։ Նախ 4-րդ էր, 3-րդ էր ոնց հասկացա հետո։ Ու մենք միշտ ներկրել ենք սովետից սկսած Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ իրանց մանկլավիկներն են, չէ՞։ Ձեր տերերի ժամանակ նույնպես ներկրել ենք, պարզապես ներկրվել է մի հատ լավ սովետի ներկրվում է այս կողմից։ Մեկ էլ Աշխովս ընկնում է, մեկը եսի ինչ է խոսում, լսեք։ Անասնակեր, բայց անասնակեր, ուրեմն վերջին 34 տարվա ընթացքում Հայաստան, Ադրբեջանի տարածքով բեռնատար գնացք է գալիս ու այն էլ անասնակեր, աղոնը դնում են Ցորեն են բերում, Ադրբեջանի տարածքով Ցորեն են բերում, պարզվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան չի մտնում, Վրաստանի միջոցով գալի Հայաստան, ու այն էլ անասնակեր, այս կարգի եք խափում է ժողովրդին, այս կարգի եք հիմարի տեղում է ժողովրդին,
Սկզբից ասեիք անաստակեր ենք բերում։ Ոչ թե ծորեն ենք բերում, հայ ծորեն ենք բերում։ Ադրբեջանի տարածքով ծորեն ենք բերում։ Այդ գնացքը քանի պետություն անցել որ ասել է Հայաստան։ Ադրբեջանի տարածքով Հայաստան չի մտել այդ գնացքը։ Ինչ եք մարդկանց հիմարի տեղ դրել։ Ու էլ անաստակեր եք բերել։ Ուրեմն վերջին 34 տարվա ընթացքում, 33 տարվա ընթացքում լավ։ Հայաստանը ծորեն չէր ներկրում Ղարաբաղից։ Այս ինչ մի ուրացակ բոլորդ։ Գորիս Ստեփանակերտ Գորիս այդ ճանապարհով քանի 100,000 տոննա ծոր է մտած կլինի Հայաստան։ Հիշեցնեմ, որ Արցախը Հայաստանի Պարենային անվտանգության երաշխավորն էր եւ ապահովում էր Հայաստանի ծորենի պահանջարկի 30-ից 40%-ը։ Ու այն ծորենը, որ մտնում էր Արցախից Հայաստան, դա հեչ, մոռացվեց։ Հիմա արդեն տենց Ղազախստանից մեծ ծորեն են տալիս։ Այդ է ձեր բերած ծորենը։ Անասնակեր շատ սիմվոլիկ էր։ Առաջի գնացքը Ադրբեջանի տարածքով էր անասնակեր։ Հերիք այս մարդկանց հիմարի տեղ դնեք։ Դուք տեղով հիմար լինելով։ Նախ հիմարը դու ես։ Պարոն գնդի բուղա։ Հիմա ասեմ։ Այդ որ ասում ես մոռացաք, որ Ղարաբաղից գալիս էր ծորեն։ Մոռացաք, իսկ ինչ էր պետք անել։ Մի հատ Ղարաբաղից եկող ծորենի մասին հիշատակը հավերժացնող հուշակար դնենք։ Ղարաբաղը ծախեցիք, այո դուք։ Ես նայել եմ դու ով ես, ես եմ մարդկանց կասեմ։ Ղարաբաղը հանձնեցիք, Ղարաբաղը դավաճանեցիք։ Այո 30%-ը մոտավորապես գալիս էր Արցախից։ Դավաճանեցիք, հակասիմետրիկ Հայաստանին քայլեր ձեռնարկեցիք, ինքնագլուխ քայլեր ձեռնարկեցիք։ Եվ արդյունքում չկա Ղարաբաղը։ Սա մեկ։ Եվ ոչ ոք չի մոռացել։ Ինչ անենք, նստենք հիշենք ու ոչինչ չանենք։ Երկրորդ։ Որ ասում ես Հայաստան չի մտել, Վրաստանով է եկել։ Գոյություն մի աշխարհի քաղաքական քարտ ես։ Բացում նայում ես։ Ոնց է հարմար տրանսպորտը գալ։ Եկել է ամենահարմար ճանապարհով։ Մտել է Ադրբեջան, Ադրբեջանից Վրաստանով, այդ վերևով։ Այդ Ղազախստանից եկել։ Վերևով է եկել։ Ներքևով չի եկել բարձրացել վերև։ Վերևով է եկել։ Ուսած մտել։ Ասենք այդտեղ կապիկություն անել է։ Իհարկե Թևանյանական ուժերին գուցե հարմար է, բայց ինչ է։ Ճիշտ չի, սխալ է, մարդկանց մի խաբեք։ Երրորդ, կրկնում եմ։ Անաստակերը պրոդուկտ չի, չէ երևի, պետք չի որ գա։ Մեծ ցուցակ կազմեք, ինչ գա Հայաստան եւ ինչ չէ։ Ցուցակ կազմեք։ Ես խոստանում ինձ ցուցակ կազմեք, ես կարամ անուն դնեմ։ Չկա այդպիսի բան, որ իմ երևակայությունը չբավարարի անուն դնելու։ Դա Ադրբեջանը չի ուղարկել։ Դա Ադրբեջանով է եղել։ Որտեղ անասնակիր, Ադրբեջանից առաջի անգամ Ադրբեջանից չէ։ Ադրբեջանով ապեր։ Մի խոսքով էս գնդի բուղ են, որ իրանից ոչ մի բան տենց էլ չի ներկայացրել ու դժվար է ներկայացնի, բարձվում է Թևանյան Անդրանիկի Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչը։ Կգնաս Թևանյանիդ մոտ գնդի բուղա, կասես գնելն ասում էր, գնա Մոսկվա ու շարունակի Ռուսաստանի ադրբեջանամետ քաղաքական գործիչների ճտկակոշիկները լպստել ու Հայաստանի դեմ դանոս տալ։ Մենք չենք մոռանում այդ եթերը, որովհետև դրանից ավելի ազգային խայտարակություն գոյություն չունի, ու եթե դու անասնակերից ես նեղվել, կոնկրետ այն հատվածը, այն բաժինը, այն մի քանի որոշ չափաբաժինը, որը անասունների համար է, Անդրանիկին Թևանյան ասա, թող գա ինքն էլ ուտի։ Եթե դու տենց բաներից ես նեղում, որովհետև մենք այդպես ենք մտածում։ Գնացել Ռուսաստանում 4-5 հոգի էին, որից 2-ը առնվազն ադրբեջանամետ պոլիտոլոգներ են, կոշիկներն են լպստում Հայաստանում սենցա, սա ինչ է եղել, սա անասունություն է եղել, ու դու սատարում ես անասունությանը, ու հիմա հել անասնակեր ապեր, եղավ արա, անասնակեր ապեր, ադրբեջանական պոլիտոլոգների դեմ ապեր, որները լպստել ապեր, Կարամ մի հատ էլ ակնոց դնեմ նոր էդի անեմ։ Մեկ էլ ավտոյի միջից ու օրը ցերեկով։
դարմայեդներ։ Իհարկե մի հատ ուրիշ թեմա էլ կար, բայց կարծում եմ արդեն կձանձրացնեմ ձեզ ժողովուրդ ջան, ուստի ես երևի թե դա թողնեմ բաղվա, որովհետև միևնույնն է, չէ, մի թեմա չէ, երկու թեմա է, որից մեկը չափազանց կարևոր է, հազար ներողություն, դա սկզբի համար պետք է free news-ով սկսեմ, հետո վաղը եթերում այստեղ նույնպես գուցե անդրադառնամ, բայց սա պիտի free news-ով սկսեմ, եւ երկրորդ թեման մեր համով բուլկին հոպարի գանձը ցույց է տվել իրանց մոտի դպրոցը, որտեղ երկար տարիներ ամենայն հարգանքով դասավանդել են իր ոնց հասկացած ծնողները, թե պապի տատի, այստեղ սարկազմ չկա, ամենայն հարգանքով ուսուցիչների հանդեպ, բայց այնտեղ մի հատ լավ խնդիր կա, որի պատասխանը դժվար մեր համով բուլկին տա։ Այն բուլկին, ով որ գնացել էր Միացյալ Նահանգներ, Նյու Յորք, միլիոնով փող էր ծախսել, որպեսզի ասի, որ հայերը հայաստանյան իշխանություններն են արցախցիներին Արցախից տեղափոխել Հայաստան։ Ոչ մի էթնիկ զտում, ինչի մասին է խոսքը։ Դուք ինչ որ էթնիկ զտում եք տեսել Արցախում։ Դուք ինչ կարծում եք ադրբեջանցիները կրակել են եւ 200-ից ավել մարդ է զոհվել այդ մեկ օրյա թեկուզ բայց պատերազմում։ Դուք կարծում եք այնտեղ այդ բենզինի պայստը որ պայթում էր, դες մնացել պայթում էր։ Դուք կարծում եք այն գերիները որ գնում էին ոչ մի նման բան։ Պարզապես Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդին Արցախից վերցրել բերել են Հայաստան։ Հասկացաք։ Սա արել է հոպարի բուլկին։ Կներեք, թե թուրքական դրոշը մեկը ֆռում է։ Եվ հազար կներեք, ողրին այն է, որ բարձվում է, համացանցում կան մարդիկ, որ նրանց սատարում են։ Շարունակեք սատարել, ես խոստանում եմ, որ ընտրություններից օրեր առաջ շատ լուրջ անակնկալներ կսպասվի ու դուք ձեր ականջներին չեք ցանկանա հավատալ։ Լավ։ Բայց խնդրում եմ, այս սատարելու process-ի մեջ չփորձեք որևիցե մեկը հայրենասեր խաղաք։ Չփորձեք որևիցե մեկը պետականամետ քաղաքացի խաղալ։ Չփորձեք։ Այլապես կիսելու եք այն բոլոր մեղքերը, ինչ թույլ է տվել Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը, նրանց այս փոքր խմբակը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանդեպ։ Հասկացանք։ Արթուր Գևորգյան 7231 Սատարում ես բուլկին։ Սատարում ես ախպերս։ Աչքովս ընկավ գնացել ախպեր, ես սատարում եմ։ Խնդրում եմ հաստատի ասածը երկու բառ զրուցենք, որպեսզի օդի մեջ բան չմնա, հա։ Հարցից պատասխանի, կատակ ես անում, թե լուրջ ես ասում։ Դու ասա մինչև ես ասեմ դու ինչն ես սատարում հիմա, եթե նրան սատարում ես, դա նշանակում է ինչն ես սատարում, հա։ Մի վարքյան, դու մինչև էդի գրես, ես կգտնեմ։ Արթուր Գևորգյան ջան։ Ախպերս, նորմալ է, մարդ ես, կարես, ես էլ շատ եմ սխալվել իմ կյանքում։ Ոչինչ, դու կարես, ես դրա համար քեզ չեմ կարա ինձ թույլ տամ վիրավորեմ հանգարց, բացառվում է դա։ Բայց ես քեզ կփորձեմ հուշել ու օգտակար լինել, թե դու նրանց սատարելով սկզբի համար ինչն ես սատարում։ Հետո մնացածը, ժամանակի հետ էլ մինչև մայիս ժամանակ ունենք ցավոտ տանը։ Ինձ, ներող ախպեր։ Իսկ դրած նրան ես սատարում։ Ես էլ արդեն բացել էի կարդում, ուզում էի կարդալ այդ միլիարդների շորթումները, էլի ու այն Հայաստանի ու Ադրբեջանի մեջ բան դնելը, հավասարության նշան դնելը։ Պատկերացնում ես Արթուր ջան, ասենք օրինակ, իրար չենք ճանաչում իմ կարծիքով, պատկերացնում ես sense բան, դու հայ տղա ես, գտնվում ես մի հատ ուրիշ երկրում, ու ես պատերազմի մասով սա սպասում են քո հեղինակավոր խոսքին, ու դու հելնես ասես բան, կոչ եմ անում, որ Հայաստանն ու Ադրբեջանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ բան, շարունակ բաներ ասես, փոխանակ նրա որ քո հնարավորությունները օգտագործես Հայաստանին աջակցելու process-ի մեջ։ Դու կողմերի միջև հավասարության նշան դնես։ Կարա տես բան չի կարող։ Սրանից մեծ թշնամություն աշխարհում ոչ մեկը ժամանակակից աշխարհում ոչ մի միլիարդատեր իր պետության դեմ չի արել։ Այսպես ժողովուրդ ջան, թույլ տվեք այսքանով երևի թե սահմանափակվենք, դե ասելիքները շատ է, բայց եթերը երբ որ շատ երկար է լինում, Ասմիկ ջան, սա ում ես ասում, ինչ է եղել ցավոտ տանը։ Ասմիկ, քֆուր չտաս, հասցետ ես գրում։ Այդ ում է վերաբերվում, ինձ թե ինչ որ մեկին, խնդրեմ ասես, իմանանք, դա էլ կազմակերպենք ու եթերը սրանով ավարտենք։
Ասմիկ է։ Ստեղ ես խորհուրդ կտամ մարդկանց չինքնադրսևորվեն, մեկը, երբ որ անջատում եմ ուղիղ եթերը, այստեղի բոլոր մեկնաբանությունները կորում են, սա եթերի ընթացքում շփվելու համար է։ Ու եթե կա, ասենք, մեջները այնպիսիք, որ կարծում են իրանք ուժեղ տղերք են, բան, աչքս չի ընկել Հասմիկյան, որ կարող են դրանով ինքնալ, չեք կարող, դուք դրանով ձեր վախերն եք ցուցադրում, առավել ևս Հասմիկին, աղջիկներին կանանց, այդքան դուք ոչ ոք եք։ Հասկացաք։ Այնպես որ առանց հայհոյանքների փորձեք շփվել իրար հետ զուգահեռ այստեղ, եթե չի ստացվում, ապա ոչինչ մի գրեք։ Եթերը մեկա, որ անջատում են, ամբողջը կորում է ու արդեն հետո եթերը դիտողները նոր իրենց մեկնաբանությունը տոնում։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամուր եղեք, պինդ եղեք, փորձեք իրար հարգել։ Եթե ինչ-որ մի հարցում համաձայն չեք, դա չի նշանակում, որ մեկը ավելի ճիշտ է, մյուսը։ Սրանք հարցեր են, որտեղ որ կատարյալ ճշմարտություն եւ կատարյալ սուտ գոյություն չունի։ Այստեղ կան տրամաբանություններ, եզրակացություններ, հիմքեր, փաստեր եւ այլն, որոնց շուրջ մարդիկ կլինեն իրենց անհամաձայնությունը հայտնելու։ Եթե նման դեպքեր լինում, դա էլ է նորմալ։ Շփվեք պարզապես։ Փորձեք շփվել, փոխադարձեք իրար մտքեր կարդալ, լսել, միայն ասել չէ, նաեւ լսել։ Ես մենակ ուրախ կլինեմ նման դիսկուրսներ տեսնելով։ Լավ եղեք Ջորջ ջան, շնորհակալություն դիտելու եւ տարածելու համար, շնորհակալություն իմ էջին գրանցվելու համար։ Բարի գիշեր ձեզ։ Մինչ վաղը։